Ես այս գարաժի դուռն ուզեցա փակեմ, մեկ է սկսվեց, մի ահավորություն, մինչև ես ընդեղ քցինձի, պաջեզդ մտա, մի ահավորություն արդեն, խժում ենք տունն, ամբողջ շենքը ես դղրտած, խժում ենք մենակ տունն, ու ամբողջ ջարդեց, փշրեց, ես էլ իմ կրիշնա, ամբողջ տարել աղեցի գարաժնա, ընդեղ գազնա ուղակի բանել է։ Ինչ բալ։ Հա, ես մեր շենքը այսեն շարժվում էր, պատերը ճաքեցին, ահավոր էր, բալես, ահավոր, անտանելի սեզ բան, մենք չենք տեսե երբեք, ցավը տանեմ, եսի մի ահավորություն էր։ Ձեր տան պատուհաններն են կոտրվել։ Չէ, պատուհաները այն կողմից հա չկոտրվեց, ուղղակի սրակրիշը լրիվ տարավ։ Ես էլ մենակ եմ, տղես մի թոռուն եմ Ռուսաստանա, իրանք սարքեն, ես ի վիճակի չեմ, թոշակառու 80 տարեկան եմ բանես։ Իսկ առավոտյանը արդեն կամ այդ դեպքից հետո հա ֆոտորի քամուց հետո որ դուրս եկաք հարևանների հետ խոսում եք շատ են, ինչ են ասում իրենք վնասների հետ կապված եւ այլն։ Հա, բոլորին էլ նայեք, էս է։ Համատարած այս շենքում։ Համատարած, կարող եք մտնել պաջեզդը նայեք, թե ինչ վիճակ է, ահավոր էր։ Իսկ վնասվածքներ ստացողներ եղել են։ Չէ, մեր շենքում Փառք Աստծո տես վնասված չի լե։ Ասես ջան։ Պատերը ճաք է ներսից մեր գազի այդ բանաներ ջարդվե ներսից, խողովակը չեն, վինտիլներ ջարդվե, չգիտեմ թե այդ մեր գազի այդ որ վառում ենք, դրանք չացե թե չէ, լույս չունենք, գազ չունեինք, շատ վատ վիճակում էինք ժողովուրդը, լրիվ մեզ չթողեցին մնանք գիշեր ստեղ, գիշերելու, գնացել եմ իմ աղբորս տներ, ընդեղ չէր տես բան կատար։ Այստեղից ովքեր են ձեզ ասել, որ չմնաք։ Չգիտեմ, ես դուրս եկա, սենց կապել էին, ասել էին, որ անվտանգության հա, բոլորը եկել էին, շատ լավ, բոլորը եկել էին, չեմ կարա ասեմ, որ չեն եկել, ցավը տանեմ։ Իսկ այսօր արդեն թույլ են տվել մտնել ներս։ Բան չեն ասել, բայց ես այսօր թողնելու են այստեղ գիշերը։ Չգիտեմ այդ մասին, ես միշտ ստեղ եմ էլի։